Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Անսպասելի խոստովանությունը ուղեկցվում է պորտկուն ելույթով։ Վարչապետն անխնա քննադատում է իրեն ու ենթականերին, ասում է քաղաքացիները գիտելիքի պակաս ունեն, քանի որ գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները։ Այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Չկա ճանապարհ, որով գիտելիք գնա, հասկանում եք։ Գիտելիքն է ֆիզիկապես շարժվում։ Ոնց էր այդ գիտելիքը այդ գյուղացուն հասնելու։ Սա ըստ Փաշինյանի պետական ապարատի ամենամեծ խնդիրն է, միայն մեծ խոսելով չէ, զայրանում է կառավարության ղեկավարը։ Բողոքում է, թե իրենք հասարակ մարդու խնդիրները չեն հասկանում, գալիս կիսատ, պռատ ներկայացնում են նախագծերը։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ միտեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Սեփական ժողովրդին տանում են աղքատության, մյուս խոստովանությունն է։ Թուղթա որ պրինտ են կանում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթա որ պրինտ են կանում։ Ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Բուռն քննարկման ժամանակ հանկարծ բացվում է դահլիճի դուռը։ Հավանաբար անվտանգության աշխատակիցն էր ուզում ճշտել, ամեն բան կարգին է։ Մտածեցին կռիվ են կանում։ Անդրադառնալով աղքատության խնդրին, Փաշինյանը զարմանքով է արձանագրում, ինչպես է ստացվում, որ քաղաքացին 25-30 տարի փարոսի շահառու է։ Սա գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունք, պատկերացնեք մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մեկ օր հաց տան, 2, 3, 10, բայց չեն կարող անընդհատ պահել քաղաքացուն։ Ըստ Փաշինյանի պետք է ծրագրեր մշակել, որ աղքատության գիտակցում ունեցող մարդը աշխատելու ցանկություն ունենա։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։ Փաշինյանը ճշմարտություն տեսնում է ընկալման մեջ, որ կառավարման սկզբում իր թիմը համարվում էր խեղճ ու չքավոր մարդկանց պաշտպանը։ Հիմա ասում է, աղքատության դեմ պայքարելու միակ միջոցը աշխատանքն է։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։